չեմ, լեննականցի եմ, ծնվել եմ լեննական քաղաքում, ապրելու եմ և արարելու եմ մինչև հիմա և հետո։ Մի խնդրանք ունեմ ձեզ։ Ուրեմն Գյումրի քաղաքը ոչ միայն թեթև արդյունաբերական կենտրոն է եղել է նաև ծանր արդյունաբերական կենտրոն, քաղաքում եղել է 12 արդյունաբերական գործարաններ։ Դրանցից միայն մեկն է ներկապային կանգնած, ստրոմաշինա, այսինքն քարհատ կտրող մեքենա գործարանն է, հիմա ներկապային էդ է մնացել։ Ես աշխատել եմ այդ գործարանում, ժամանակին ինժեներ կոնստրուկտոր եմ եղել, մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր այդ գործարանը զարգացնել, տարածաշրջանում 80-ական թվականներին այդ գործարանը եղել է ամենաուժեղ գործարաններից մեկը, չի եղել ուրիշ գործարան։ Այդ գործարանը համագործակցել է ափսոս Ուկրաինայի հետ, հիմա հնարավոր չի լինի համագործակցել, և երկրորդ ծրագիր կա նորից մեր Շիրակի մարզը մեծ ջրային ռեսուրսների է տիրապետում, ես ցանկություն ունեմ այդ ուղղությամբ նորից զարգացնել, մեծ ծրագիր ունեմ, դա հետագայի հարց է։ Կարող եք չպատասխանել, ուզում եմ իգիդություն իմանալ, այդ ուղղությամբ կարելի է նաև զարգացնել Գյումրին, որը կունենա նաև տուրիզմի հետ զարգացում։ Ախուրյանի հետ եք չէ ջրային ռեսուրսների։ Ոչ միայն, Ախուրյանի չէ, Ղազան չկա։ Մենք Ղազան Աշոցքի, Ղազանչի այդ ջրային ռեսուրսները անիմաստ գնում են, որոնց կարելի է վայրենես ծրագրով զարգացնել տուրիզմի հետ միասին։ Շատ լավ։ Պատասխանեմ գործարանի հետ կապված հարցին։ Եվ ինչու ենք որոշել այն ոլորտը ընտրել, որի պահանջարկի երկրում կա, ինչու ենք գնում ռազմարդյունաբերության ուղղությամբ։ Տեսեք, մենք պետք է նախ ընտրենք գործարան, որի պահանջարկը Հայաստանը ունի, հայկական բանակը ունի, երկիրը արդեն գումարը ծախսում է դրա վրա, որպեսզի գործանը չկանգնի ոչ մի րոպե։ Մենք ապահովենք բազային գործանի համար բեռնվածություն, արտադրողականության, ինձ լավ կհասկանաք, որից հետո կկարողանանք արտահանել մեր ապրանքը։ Խարտաշ մեքենաների սարքավորումների առումով մի հատ խնդիր կա։ Սովետական միությունը առաջ գնում էր, Ուկրաինան գնում էր առաջ։ Այս պահի դրությամբ դժվար կլինի առաջին իսկ օրվանից հազարավոր մարդկանց աշխատանքի ապահովված գործարանում այդ մարդկանց նենց զբաղացնել, որ արտադրենք ու արագ վաճառենք։ Իսկ ռազմական արդյունաբերությունը մեր հաշվարկներով մենք վստահ ենք առաջին իսկ օրվանից Գյումրում գործարանների լինելուց հետո ինքը անդադար աշխատելու է, որտեղ երկիրը մեծ պահանջարկ ունի, գինը իջնելու է, այն օրինակ, մի հատ օրինակ վերում, սնարյադների վրա, Հայաստան եկող սնարյադների վրա, մի ինքնաթիռը, որ բերում էին, 2 ժամ էր տևում, 2-3 ժամ էր տևում, սպառել է, բայց մի ինքնաթիռը մի ամբողջ օր էր գալիս։ Մենք պետք է տեղում կարողանանք, էժանի իսկ ինքնաթիռով բերել է, դա շատ թանկ բաներ դառնում մեր ռազմական արդյունաբերությունը, մեր վրա, մեր բյուջեի վրա մի 4 անգամ թանկ էր նստում։ Այստեղ արտադրելով, Ադրբեջանի սահմանից հեռու արտադրելով, մենք վստահ ենք, որ թե դա, թե բրոնեժիլետ, կասկա, պատրոն, ամեն ինչ, ուղղակի չեմ ուզում ստեղ բոլոր թվարկեմ, տասնյակ բաներ կան։ Մենք ունենանք մշտական զբաղվածություն։ Շնորհակալ եմ։